Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ։ Մենք շարունակում ենք մեր էլեկտրադինամիկա առցանց դասընթացը։ Այսօրվա դասի ընթացքում մենք կդիտարկենք մաթեմատիկայի հատընտիր բաժիններից կարևոր մի բաժին, որը կոչվում է վեկտորական անալիզ, եւ դրա առաջին մասը այսօրվա դասի նյութն է, որը իր մեջ ընդգրկում է երկու կարևոր հասկացություններ։ Առաջինը գրադիենտն է, այսինքն սկալար դաշտի գրադիենտը եւ նաբլա օպերատորը։ Այդ երկու հասկացությունները չափազանց կարևոր են էլեկտրադինամիկայի ամբողջ տեսության համար, ինչպես նաեւ խնդիրների լուծման տեսակետից։ Մեր դիտարկումը սկսենք սկալար դաշտի գրադիենտից։ Էլեկտրադինամիկայում սկալար դաշտ է ընդունված անվանել երկչափ կամ եռաչափ տարածական կոորդինատների սկալար ֆունկցիան։ Օրինակներն են էլեկտրական դաշտի պոտենցիալը կամ երկրի մթնոլորտում բաշխված ջերմաստիճանի կամ ճնշման դաշտերը։ Իսկ սկալար դաշտի գրադիենտը իրենից ներկայացնում է վեկտորական դաշտ, որը տարածության յուրաքանչյուր կետում ուղղված է այդ սկալար դաշտի առավելագույն աճի ուղղությամբ եւ իր մեծությամբ հավասար է այդ սկալար դաշտի աճի արժեքին։ Գրադիենտի արտահայտությունը ստանալու համար ուղղանկյուն կոորդինատային համակարգում դիտարկենք որևէ եռաչափ սկալար ֆունկցիա, նշանակելով այն t տառով, դա կարող է լինել եւ ջերմաստիճան, եւ ճնշում, եւ էլեկտրական դաշտի պոտենցիալ։ Այդ ֆունկցիայի անսահման փոքր աճը dt-ն որոշվում է հետևյալ արտահայտությամբ, որը հայտնի է մաթեմատիկական անալիզի դասընթացից։ dt-ն հավասար է dt dx dx, dt dy dy եւ dt dz dz։ Հարկ է նշել, որ այստեղ մենք գործ ունենք 3 անկախ փոփոխականների հետ եւ յուրաքանչյուր այս dt dx, dt dy, dt dz-ը սա մասնավոր ածանցյալներ են։ Որպեսզի շարունակենք մեր քննարկումը, այս արտահայտությունը եկեք ներկայացնենք որպես երկու անկախ վեկտորների սկալար արտադրյալ, այնպես ինչպես պատկերված է 2-3-2 արտահայտության մեջ։ Առաջին փակագիծը դա վեկտոր է, որը կապված է տարածական ածանցյալների հետ, իսկ երկրորդը փաստորեն իրենից ներկայացնում է անչափ փոքր տարածական ուղղագիծ վեկտոր dl։ dl-ը հավասար է x միավոր բազային վեկտոր անգամ dx plus y անգամ dy plus z անգամ dz։ Եվ այդ դեպքում 2-3-2 արտահայտությունը մենք կարող ենք արտագրել 2-3-4-ի տեսքով։ Հաշվի առնենք, որ այս սկալար արտադրյալը որոշելու համար հարկավոր է հենվել հղումների բաժնում բերված առնչություններից, որ ρ վեկտորը ինքն իրանով բազմապատկվելիս տալիս է 1, իսկ նույն ρ վեկտորը բազմապատկվելով այլ միավոր բազային վեկտորների հետ տալիս է 0։ Նույնը վերաբերում է նաև φ եւ z վեկտորներին։ Նախորդ հենց նոր ստացված այս 2-3-4 արտահայտությունից հեշտ է տեսնել, որ t ֆունկցիան, այսինքն տարածական այդ սկալար դաշտը, նրա փոփոխման առավելագույն արժեք dt մաքսիմումը կունենանք այն դեպքում, եթե այս արտահայտության բազմապատկիչ վեկտորները համընկնեն տարածության մեջ, հանգեցնելով հետևյալ արդյունքի 2-3-5, այսինքն dt մաքսիմումը ստացվում է հավասար dt dx dx, dt dy dy եւ dt dz dz։ Դա պարզ է դառնում, եթե հաշվի առնենք, որ սկալար արտադրյալը իրենից ներկայացնում է երկու վեկտորների մոդուլների արտադրյալը, բազմապատկած նրանց միջև անկյան կոսինուսով։ Կոսինուսը դառնում է հավասար 1-ի, երբ այդ վեկտորները համընկնում են։ 2-3-4 արտահայտության առաջի վեկտորը
ընդունված է անվանել գրադիենտ եւ նա ցույց է տալիս տարածական սկալար ֆունկցիայի առավել արագ փոփոխության ուղղությունը, իսկ նրա բացարձակ արժեքը ըստ էության այս txyz ֆունկցիայի տարածականացանցիալն է եւ գրադիենտի տեսքը բերված է այստեղ 2-3-5 արտահայտությամբ որպեսզի գրադիենտի այս 2-3-5 արտահայտությունը հարմար լինի հետագայում կոմպակտ տեսքով ներկայացնելու համար այստեղ մտցվում է այսպես կոչված նաբլա ֆորմալ օպերատորը, որը ուղղանկյուն կոորդինատային համակարգում ունի հետևյալ տեսքը, նա բերված է 2-3-6 արտահայտությամբ։ Այդ դեպքում գրադիենտը, այսինքն 2-3-5 արտահայտությունը մենք կարող ենք ներկայացնել որպես t ֆունկցիայի արտադրյալը այս նաբլա օպերատորի հետ եւ դա պատկերված է 2-3-7 արտահայտությամբ։ Այստեղ վերված է հաշվարկի մի շատ պարզ օրինակ դեկարտյան կոորդինատային համակարգում տրված է մի ֆունկցիա, որը նշանակված է վետառով եւ այդ ֆունկցիայի տեսքը ես ընտրել եմ կամայականորեն x քառակուսի y plus xy քառակուսի plus xz քառակուսի։ Փորձենք գտնել այդ դաշտի գրադիենտը եւ որոշել նրա արժեքը տարածության +1, -1 եւ 2 կոորդինատներով կետում։ Եվ այստեղ լուծումը հետևյալն է. նախ մենք գտնում ենք այս սկալար դաշտի ացանցիալները dv/dx, dv/y եւ dv/dz եւ այդ արտահայտությունը ստացվում է հետևյալ տեսքի եւ եթե այստեղ այս արտահայտության մեջ մենք տեղադրենք x, y, z-ի արժեքները, ապա հանգում ենք տարածության տվյալ կետում կոնկրետ վեկտորի հետևյալ տեսքի։ Այժմ ես կուզենայի առաջարկել դիտարկել մի օրինակ, որը իմ կարծիքով գրադիենտի հասկացությունը կդարձնի ավելի պատկերավոր։ Այդ օրինակի համար մենք կվերցնենք դասագիրքը, որը մենք նշել էինք մեր առաջի դասի ընթացքում, դասագրքերի առաջարկված գրականության ցուցակում, դա Յուլաբի եւ Ռավիոլիի դասագիրքն է, որը կոչվում է Fundamentals of Applied Electromagnetics, եւ այստեղ մենք ուսանողական ռեսուրսների մեջ կարող ենք ընտրել այսպես կոչված մոդուլները, դա ինտերակտիվ ծրագրեր են, որոնք թույլ են տալիս վիզուալ ձևով պատկերել այն ֆիզիկական պրոցեսները, որի մասին խոսք է գնում։ Այս մոդուլների մեջից մենք կգանք կընտրենք վեկտորական անալիզը եւ կընտրենք գրադիենտը։ Այստեղ էկրանի վրա պատկերված է այն սկալար ֆունկցիան, որը ունի եռաչափ բաշխվածություն եւ ներկայացված է այս fxy առնչությամբ։ Նախ ասեմ, որ սա ըստ էության եռաչափ ֆունկցիա, ինչպես ասացինք, եւ z առանցքը ուղղված է պատկերից դեպի դիտորդը, այսինքն ուղղահայաց է եւ z-ի արժեքները այստեղ գույներով են պատկերված։ Ինչպես տեսնում եք, fxy գրած է in colors, դա նշանակում է, որ կարմիր գույնը, այս մասում օրինակ, դա մինիմալ արժեքներին է համապատասխանում, իսկ կապույտ գույնը, մուգ կապույտը համապատասխանում է մաքսիմալ արժեքներին։ Ինչ վերաբերում է գրադիենտին, ապա այս նաբլա f արժեքը ըստ էության գրադիենտն է, այս ֆունկցիայի գրադիենտն է, եւ նա ցույց է տված սլաքներով։ Տվյալ դեպքում գրադիենտը ունի հաստատուն արժեք, այսինքն սլաքների մեծությունը մնում է հաստատուն ամբողջ
էկրանի վրա, քանի որ ֆունկցիան ինքը գծային է, x-ի առաջի աշճան պլյուս y-ի առաջի աշճան եւ դրա ածանցյալը հաստատուն մեծություն է։ Ֆունկցիաների համախմբից մենք կարող ենք ընտրել, ինչպես տեսնում ենք, 3 տարբեր տիպի ֆունկցիաներ։ Առաջինը polynomial, երկրորդը exponential եւ երրորդը sinusoidal։ Մեր կոնկրետ օրինակի համար եկեք վերցնենք polynomial եւ տեսնենք, թե ինչ է այստեղ տեղի ունենում։ Մասնավորապես տվյալ դեպքում մենք ունենք x քառակուսի պլյուս y քառակուսի, այսինքն սա տարածական պարաբոլոիդ է, պատտման պարաբոլոիդ, որի մինիմալ արժեքը, կարմիր գույնը, գտնվում է կոորդինատային համակարգի սկզբնակետում, իսկ թևերը պարաբոլոիդի այդ մասը դա աճում են քառակուսային օրենքով, ուստի պարզ է, որ եթե մենք ընտրենք սրա տարածական ածանցյալը, որը մենք անվանում ենք gradient, ապա նա կդառնա գծային օրենքով աճող, եւ մենք տեսնում ենք, որ գծային օրենքով շարավղային ուղղությամբ աճում են այս gradient-ի վեկտորի արժեքները։ Այժմ եկեք մի ավելի պրակտիկ դեպք ընտրենք, որը ջերմաստիճանի բաշխվածությունն է ըստ բարձրության մեր մթնոլորտում։ Հայտնի է, որ ծովի մակարդակից ինչքան ավելի բարձրանանք դեպի վեր, ջերմաստիճանի անկում տեղի կունենա եւ այդ անկումը 5.5 աշճան Ցելսիուս յուրաքանչյուր կիլոմետր բարձրանալիս։ Ուստի մենք այստեղ կվերցնենք ոչ թե քառակուսային կախվածություն, այլ առաջի աշճանի կախվածություն, այսպես, եւ որպեսզի միայն վերտիկալ գրադիենտը ցույց տանք, ապա կվերցնենք x-ի գործակիցը 0 եւ ըստ էության մենք կստանանք ջերմաստիճանի բարձրությունը, ջերմաստիճանի բաշխվածությունը ըստ բարձրության։ Մենք տեսնում ենք, որ ներքևի մասում մենք ունենք այստեղ -5, այստեղ +5, սակայն մենք կարող ենք արագությունը մեծացնել, այսինքն արագությունը փոխել, այսինքն դարձնել -5.5 եւ մենք կտեսնենք, որ ստացվում է այսպիսի մի պատկեր, գրադիենտի արժեքները, գրադիենտը մնում է հաստատուն ըստ վերտիկալ ուղղության, սակայն նա սլաքները ուղղված են դեպի ներքև։ Դա նշանակում է, որ ինչքան ավելի բարձրանանք դեպի վեր, այնքան ջերմաստիճանը ավելի ցածր է ստացվում, այստեղ կարմիր գույնը համապատասխանում է -27.5-ին։ Ուստի պարզ է, որ գրադիենտի աճը ուղղված կլինի վերևից դեպի ներքև։ Բացի այդ, կարող ենք տեսնել, որ եթե ծովի մակարդակին մենք ունենք 0 աշճան Ցելսիուս, ապա բարձրանալով 5 կիլոմետր բարձրության վրա ջերմաստիճանը կդառնա -27.5 աշճան, քանի որ կարմիր գույն է, իսկ պարզ է, որ եթե ասենք նստած ենք ինքնաթիռի մեջ եւ բարձրանում ենք, հասնում ենք մաքսիմում բարձրության 10 կիլոմետր, ապա բնականաբար, որ ջերմաստիճանը կդառնա -55 աշճան, եթե ծովի մակարդակի վրա մենք ունենք 0 աշճան։ Համապատասխանաբար, եթե ծովի մակարդակի վրա, ասենք, մենք ունենք ենթադրենք +20 աշճան, այդ դեպքում 10 կիլոմետր բարձրության վրա հարկավոր է ենթադրել, որ կլինի ջերմաստիճանը -35 աշճան։ Մինչ այժմ մենք ստացանք Nabla օպերատորի անալիտիկ տեսքը ուղղանկյուն կոորդինատային համակարգում,
Այժմ հետաքրքիր է տեսնել, թե նա ինչպես կարտահայտվի գլանային կոորդինատային համակարգում, իսկ հետագայում հաջորդը մենք կդիտարկենք գնդային կոորդինատային համակարգը։ Այս նպատակով ուրեմն ուղղանկյուն կոորդինատային համակարգից գլանայինի անցնելու համար մենք տեսնում ենք, որ այս 2-3-7 արտահայտության մեջ, որը ըստ էության գրադիենտի բանաձևն է ուղղանկյուն կոորդինատային համակարգում, աջ մասում հարկավոր է այս բաղադրիչները փոխարինել գլանային համակարգին համապատասխանող բաղադրիչներով։ Մասնավորապես x, y, z միավոր բազային վեկտորներն են եւ այս dt dx, dt dy եւ dt dz սկալար ֆունկցիայի տարածական ացանցիալներն են։ Այդ նպատակով եկեք վերհիշենք այն, ինչ մենք արդեն նախկինում քննարկել ենք, երբ դիտարկում ենք կոորդինատային համակարգերը։ Այստեղ մենք կարող ենք տեսնել աչից տարածության կամայական A կետի պրոյեկցիան x, y հարթության վրա A'-ը եւ դժվար չէ տեսնել, ուղղակի հիշեցման կարգով նորից ասեմ, որ A կետի ρ կոորդինատը արտահայտվում է որպես արմատ x քառակուսի plus y քառակուսի, φ կոորդինատը, որը ըստ էության դա այն անկյունն է, որը ρ գիծը կազմում է x առանցքի հետ, հավասար է հակադարձ տանգենս y-ը բաժանած x-ի, իսկ z-ը մնում է նույնը։ Այստեղից ելնելով մենք կարող ենք կազմել հետևյալ առնչությունները, որոնք արտահայտված են 2-3-9 արտահայտությունների օգնությամբ։ Դեռ dx-ը հավասարվում է կոսինուս φ-ի, dφ dx-ը, որը հակադարձ տանգենսի ացանցիալն է, ստացվում է հավասար մինուս սինուս φ-ին բաժանած ρ-ի, եւ քանի որ z-ի փոփոխությունները ոչ մի կերպ կապված չեն x առանցքի հետ կամ x կոորդինատի հետ, ապա բնականաբար սրա ացանցիալը դառնում է 0։ Նույն սկզբունքով մենք ստանում ենք dρ dy, dφ dy, dz dy եւ վերջապես վերջի տողը ցույց է տալիս, որ միայն dz ացանցիալն է, որ հավասար է 1-ի, մնացածները 0 են։ Այժմ, եթե մենք գրադիենտի 2-3-7 արտահայտության աջ մասում ունեցած dt dx, dt dy, dt dz արտահայտությունները փոխարինենք նոր կոորդինատներով ρ, φ, z-ով, ապա մենք ստանում ենք 2-3-10 այս համակարգի ձախ մասի առնչությունները եւ սրանց մեջ մենք ունենք dρ dx, dφ dx եւ dz dx, ինչպես նաեւ dρ dy, dρ dz եւ այլն մնացածները։ Դրանք հարկավոր է փոխարինել առաջի հերթին։ Եվ փոխարինելուց հետո մենք ստանում ենք, որ մեր գրադիենտի այս 2-3-7 արտահայտության մեջ dt dx, dt dy եւ dt dz արտահայտությունները ստանում ենք մի փոքր ավելի պարզեցված տեսքով։ Իսկ հիմա մնում է անցնել x, y, z միավոր բազային վեկտորները փոխարինել համապատասխան գլանային կոորդինատներով արտահայտված ρ, φ եւ z միավոր բազային վեկտորներով։ Եվ այժմ եկեք դիտենք այս նկար 2-3-1-ում պատկերված միավոր վեկտորների դիրքորոշումը։ Սևով պատկերված է ուղղանկյուն կոորդինատային համակարգին համապատասխանող բազային x, y վեկտորները, իսկ կանաչով պատկերված են գլանային կոորդինատների համապատասխան բազային միավոր վեկտորները։ Եվ դժվար չէ տեսնել, որ մեկից մյուսը անցնելու համար մենք այս կանաչ վեկտորները պիտի պտտենք ժամսլաքի ուղղությամբ, այսինքն մինուս φ անկյունով, որպեսզի նրանք ընդունեն x, y բազային վեկտորների դիրքը։ Եվ այդ պտույտը մենք գիտենք, թե ինչպես է արվում, մենք արդեն դա ուսումնասիրել ենք ժամանակին նախորդ դասերից մեկի ընթացքում, դա արվում է պտույտի մատրիցայի օգնությամբ։ Այդ մատրիցան պատկերված է 2-3-11 արտահայտությամբ, որը նախկինում մենք ստացել էինք 2-1-25 տեսքով այստեղ հղումների բաժնում բերված։ Եվ եթե
մենք այս 2,311-ի աջ մասի մատրիցաների արտադրյալը բաց անենք, մենք ստանում ենք 2,312 արտահայտությունները, որոնք միարժեք թույլ են տալիս ստանալ այդ փոխարինման արտահայտությունները։ Եվ այժմ, եթե մենք այս 237 արտահայտության մեջ տեղադրենք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որոնք մտնում են աջ մասի արտահայտության մեջ, ապա որոշ փոխակերպումներից եւ կրճատումներից հետո ստանում ենք գրադիենտի եւ նաբլա օպերատորի վերջնական արտահայտությունները գլանային կոորդինատային համակարգում հետեւյալ տեսքով։ Գրադիենտի համար մենք ստանում ենք 2,313-ը եւ նաբլա օպերատորի համար գլանային համակարգում ստանում ենք 2,314-ը։ Իսկ այժմ անցնենք գնդային կոորդինատային համակարգին եւ տեսնենք, թե ինչպես կարելի է արտահայտել նաբլա օպերատորը այդ համակարգում։ Նախ հիշեցնեմ, որ գնդային համակարգում տարածական ցանկացած կետի դիրքը որոշվում է 3 կոորդինատներով, դա շառավիղ վեկտորն է, դա զենիտային անկյունն է, թետան, եւ ազիմութային անկյուն ֆին։ Ինչպես գլանայինում, այնպես էլ այստեղ գնդային կոորդինատներին անցնելու համար այս 2,310 արտահայտության մեջ միավոր բազային վեկտորները, այսինքն x, y, z եւ ածանցյալները անհրաժեշտ է արտահայտել դրանց համապատասխան գնդային արտահայտություններով։ Եվ հիշեցնեմ նախկինից, որ կամայական a, x, y, z կետի ուղղանկյուն կոորդինատները գնդայինի փոխակերպելու համար ստացել էինք հետևյալ առնչությունները, որը կարելի արտահայտել 2,315 արտահայտությունների միջոցով, ելնելով նկար 2,320-ում պատկերված a կետի դիրքից։ Հաշվի առնելով այս 2,315-ը գտնում ենք հետևյալ ածանցյալները, ինչպես գլանային կոորդինատներում՝ dr dx, dr dy, dr dz, dθ dx, dθ dy, dθ dz եւ վերջապես dφ dx, dφ dy եւ dφ dz։ Այդ բոլոր արտահայտությունները բերված են այստեղ 2,316 a-ից մինչև c։ Այժմ արտագրենք x, y, z միավոր վեկտորների առնչությունը ρ թետա ֆիի հետ որպես 2,317։ Գլանային կոորդինատային համակարգում դա իրականացրեցինք միավոր վեկտորների պտույտի օգնությամբ z առանցքի շուրջ։ Այստեղ մի քիչ այլ մոտեցում է, որը հիմա արդեն մենք կօգտագործենք ստանալու համար A1, B1, C1, A2, B2, C2 եւ A3, B3, C3 գործակիցները։ Եվ ստացված այս 2,317 համակարգի աջ կողմի գործակիցները A1-ից մինչև C3-ը որոշում ենք նկար 2,3,3-ում պատկերված միավոր վեկտորների դիրքերից, ինչպես նաև հետևյալ ակնհայտ առնչություններից, որ A1-ը դա ոչ այլ ինչ է, եթե ոչ x եւ r միավոր վեկտորների սկալար արտադրյալն է, համապատասխանաբար B1-ը x եւ թետայի սկալար արտադրյալից է գալիս եւ C1-ը x եւ φ միավոր վեկտորների սկալար արտադրյալից, եւ այս 2,318 արտահայտությունը որոշվում են, ինչպես ասացինք, նկար 2,3,3-ի երկրաչափական դիտարկումներից։ Նույնը մենք կարող ենք ստանալ A2-ից C2-ը եւ A3-ից մինչև C3-ը այս արտահայտությունների օգնությամբ։ Եվ եթե տեղադրենք այդ գործակիցները այս 3 առնչություններից 2,317-ի մեջ, ստանում ենք ուղղանկյուն կոորդինատնային համակարգի միավոր բազային վեկտորները արտահայտված գնդային կոորդինատների բազային վեկտորների միջոցով։ Ստանում ենք x-ը, y-ը եւ z-ը։
Եվ վերջնականորեն, եթե կատարենք բոլոր անհրաժեշտ տեղադրումները, ապա գրադիենտի այս 2-3-10 արտահայտությունը տեղադրելուց հետո կստանանք T դաշտի գրադիենտի արտահայտությունը գնդային կոորդինատային համակարգում այսպիսի տեսքով 2-3-21, իսկ ինչ վերաբերում է նաբլա օպերատորին, ապա դժվար չէ տեսնել, որ այս նույն 2-3-21-ից կարող ենք անջատել նաբլա օպերատորի տեսքը 2-3-22 արտահայտությամբ ներկայացված։ Սրանով ավարտում ենք այսօրվա դասը։ Հաջորդ դասին մենք կշարունակենք վեկտորական անալիզը եւ նրա երկրորդ մասում, այսինքն հաջորդ անգամ, կքննարկենք վեկտորական դաշտերին վերաբերվող երկու կարևոր հասկացություն։ Առաջինը դա դիվերգենցիան է, երկրորդը վեկտորական դաշտի ռոտորը։ Ես կուզեի խնդրել, որ եթե հավանեցիք այսօրվա դասը, չմոռանաք սեղմել լայք կոճակը եւ կուզեի շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար եւ լավագույնս մաղթել բոլորին։ Հաջողություններ։